Եվ այս պահին զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ձեր բարի։ Եվ այսպես, պարոն Բարսեղյան, անդրադառնանք արդեն մի քանի օր մեկնարկած խորհրդարանի աշխատանքներին, ձևավորվող կառավարությանը։ Նախ եւ առաջ, ուրեմն ձեր գնահատմամբ ինչպիսի եւ ինչ որակի խորհրդարան ունենք, հիմա արդեն հայտարարությունների մակարդակով շատ ավելի պարզ է դառնում։ Մի կողմից տեսնում ենք հայտարարություններ, ուրեմն նորելուկ պատգամավորների կողմից հարցեր ուղղված, օրինակ թուրք տեսել եք թե ոչ այսպիսի ձևակերպումներով Ռուբինյանին, մյուս կողմից տեսնում ենք իշխանական պատգամավորներից, օրինակ Արման Եղոյանը, որ ասում է Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ քաղաքականություն կարող է վարել Հայաստանի Հանրապետությունը, սա է լինելու օրակարգը ըստ էության այս նոր խորհրդարանի 9-րդ գումարման ազգային ժողովի գլխավոր հարցը հենց դա է լինելու Ռուսաստանից քաղաքական անկախությունը։ Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում իսկապես այս խորհրդարանի ուրեմն հենց առաքելությունը կամ օրակարգը լինելու է դա, համեցեք։ Շնորհակալություն։ Թուրք տեսածների եւ թուրք չտեսածների խորհրդարան տխուր է իհարկե, որ հենց առաջին օրվանից խորհրդարանում հայտնված նոր պատգամավորները, նույնիսկ հները, այդ տեսակ բառապաշարով են կամ այդ մտահոգություններով են հայտնվել այնտեղ, էլի, ապշելու բան է, թե ինչպես կարող է այս բազմաչարչար երկրի օրենսդիր մարմնի պատգամավորը որոշի հարցնել 5 ամիս Թուրքիայում հետազոտություն իրականացրած մարդուն, թե արդյոք թուրք տեսել է, են մեկն էլ հարցնում է, արդյոք հատուկ ծառայություններից մարդու տեսել եք, հանդիպել եք, են մեկն էլ հարցնում է, արդյոք մտերմություն ունեցել եք թուրքերի հետ, կարելի է պատկերացնել, թե ուրիշ ինչ հարցեր կային, որ չտվեցին, էլի, երևի այդ պահին հասկացան, որ համը ելնում է, էլի, չի կարելի այդպես անհետեթություններ շարունակ հարցնել, բայց վստահ չեմ, որ մնացած հարցերը ապագայում չեն ուղղի քաղաքացիական պայմանագրի պատգամավորներին։ Դրությունը թախծոտ է մեղմ ասած, այն իմաստով, որ քաղաքացիական պայմանագիրը ամենաբարձր մակարդակով մի կողմից հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր քվե են տվել եռագլուխ պատերազմի կուսակցությանը, 3 կուսակցություններին, բոլորը քվե են տվել կաշառքով, Նիկոլ Փաշինյան, խոսքերն են, եւ համանման մտքեր արտահայտվել են քաղաքացիական պայմանագրի այլ գործիչների կողմից, ու հիմա բարեհաջող կերպով համարել են, որ խորհրդարանը արդար է ձևավորված, քաղաքացիական պայմանագիրը, ինչպես գիտեք, չի վիճարկել ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում, կասկածի տակ չի առել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը եւ հիմա խորհրդարանում, օրինակ Ռուբինյանի եւ մյուսների խոսքով կոչ է արվում համագործակցության, ընդդիմադիր, արդյունավետ աշխատանքի եւ խոշոր հաշվով համագործակցության վասն Հայաստանի Հանրապետության։ Այստեղ լուրջ հակասություն կա, քաղաքացիական պայմանագիրը ինձ թվում է երբեք չի կարողանալու բացատրել, թե ինչպես է համագործակցության կոչ անում նրանց, ում ընտրվելը համարում է միմիայն ընտրակաշառքի եւ ընտրակեղծարարության արգասիկ։ Շատ տարօրինակ է սա, այսինքն լրացուցիչ հաստատվում է այն կասկածը, միտքը, թե քաղաքացիական պայմանագրին հետաքրքիր էր, որ իրենք ունենային ինչ-որ որակյալ մեծամասնություն։ Մնացած ընդեղ ինչ կլինեն, ինչ ճանապարհով հայտնված կլինեն, քաղաքացիական պայմանագրի համար այնքան էլ էական չէր։ Այսինքն ես պատկերացնում եմ, թե այնտեղ բարեխեղճորեն հայտնված ընդդիմություններ եթե լինեին առաջին 2 օրերին, եթե պատկերացնենք, որ այնտեղ բարեխեղճորեն հայտնված ընդդիմություն կլիներ, առաջին 2, այսօր էլ 3-րդ օրերին ինչ բովանդակությամբ խոսակցություն կծավալվեր, քան թե այն, ինչ ծավալվում է։ Քիչ առաջ նայում էի ուժեղ Հայաստանի պատգամավորներից մեկը մանրամասնությամբ պատմում էր իր փորձառությունը հայ փոստով առաքանի ուղարկելու հետ։ Ինչ է թե Հայկ Կոնջորյանի կինը հայ փոստի տնօրեն է, ինչ է թե Հայկ Կոնջորյանը ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու է եւ նրա թեկնածությունն են քննարկում։
Քիչ հետո ըստ երևույթին կհասնեն մանկապարտեզին, ուր հաճախել է Հայկ Կոնջորյանը, կհասնեն ուրեմն եղբորը, մնացած պատմություններին եւ այլն եւ այլն։ Ակնհայտորեն առաջին 3 օրերի ելույթների 90%-ը կապ չուներ օրակարգային այն հարցերի հետ, որոնք տրված էին քննարկման, ազգային ժողովի նախագահի ընտրություն եւ տեղակալների ընտրություն, ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության պատգամավորների ելույթ ունեցած կոնե, հա, պատգամավորների ելույթները ինչ որ կուտակված հարցերի, չարության, դժգոհության, անհամաձայնության ելույթներ էին եւ այդպես լինելու է շատ երկար ժամանակ։ Այն մեկն էլ երիտասարդը միջանցքում լրագրողներին ասում է, ես պատերազմում կռված տղա եմ, ինձ հետ հարգալից խոսեք, հա, այս տեսակ մտածողությամբ ըստ քաղաքացիական պայմանագրի արդար ճանապարհով ընտրվածները մի կողմից համարում են, որ արդար են ընտրվել, մյուս կողմից ասում են, որ բան է, ընտրակեղծիքների, ընտրակաշառքի միջով են ընտրվել։ Այս կոնֆլիկտը շարունակվելու է դժբախտաբար եւ առարկայական հիմքը մասնավորաբար Հայաստան դաշինքի պատգամավորների թշնամությունը քաղաքացիական պայմանագրի խմբակցության հետ հենված է լինելու հիմնականում ապօրինի կույքի վերադարձի համար ընթացող process-ներից դժգոհության վրա բոլորովին իրենց սրտով չէ, սրտներով չի եղել, որ ապօրինի կույքի վերադարձի վեճ է ընթանում, իսկ ուժեղ Հայաստանը դժգոհ է լինելու եւ դժգոհ է մի կողմից Էլցանցի մասով, մյուս կողմից զարմանազան ընտրակաշառքների կամ ընտրությունների վրա ապօրինաբար ընտրություններին ապօրինաբար միջամտելու հետ կապված մի քանի տասնյակ գործերի հետ եւ սա չի մարելու, չի պարպվելու, եթե իհարկե նաեւ այս ամենին կումարենք երկու խմբակցությունների սերտ ճանադիր կապը Կրեմլի, Մոսկվայի, Պուտինի, Ռուսաստանը լինի երաշխավոր բան, ահա սրանք այն հանգամանքներն են, որոնցով պայմանավորված է լինելու առաջիկա խորհրդարանի գործունեությունը կամ կարելի է ասել զգալի անկործությունը եւ այս կոչերը թե բերեք համերաշխաբար աշխատենք, ընդունեք ընտրությունների արդյունքները, այդ որ չեք ընդունում արդյունքները, ինչու եք եկել մանդատ եք վերցնում, եթե եկել եք ինչու երթմանարարողության ժամանակ չեք կանգնում, ձեր անուն ազգանունը հայտարարելիս ինչու չեք կանգնում, բան բերեք աշխատենք, այն մուլտֆիլմի նման, հա, բերեք համերաշխ լինենք, ասենք կատուներ ասում, չէ, հա, սրանք չեն աշխատելու, ինչ որ մի պահի պորտկալու է, իշխանությունը չի կարող ապօրինի կույքը չհետապնդել, իշխանությունը չի կարող ընտրակաշառքը եւ ընտրությունների վրա ապօրինի ներգործության գործերը տատական քննության չի ենթարկել եւ Էլցանցի խնդիրը չի կարող չլուծել, դատապարտված է էլի եւ սա նշանակում է, որ այս երկու խմբակցությունները շարունակ տարբեր որակների թշնամանքի ուրեմն վարք են դրսևորելու, քաղաքացիական պայմանագիրն էլ մի օր էլի ափերից ելնելու է, կռիվ խալմաղալ վեճ է լինելու, ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, բայց թե նախադրյալներն այնպիսին են, որ մոտավորապես այսպիսին է լինելու առաջիկա խորհրդարանը։ Մեղավոր է նախ եւ առաջ քաղաքացիական պայմանագիրը, որովհետեւ իր իշխանությունն է, որ հանդուրժել է զարմանազան ընտրակեղծիքները եւ հանցագործների առաջադրումը որպես ազգային ժողովի պատգամավորության տեխնացու, եթե մաքրեր քաղաքական դաշտը օրինական ճանապարհով, մենք այսպիսի խորհրդարան չէինք ունենա։ Լավ, այն ամենայնիվ ինչ էիք ակնկալում Հայաստանի իշխանությունից այդ զրոյական կետից չսկսել, օրինակ ընդդիմության հետ, ինչ ուղղությամբ տանել աշխատանքը։ Գիտեք նաև, որ էթիկայի հանձնաժողովի հարցն է լինելու օրակարգում, այս հանձնաժողովը երկար տարիներ արդեն չկար խորհրդարանում, հիմա հնարավոր է նորից ձևավորվի։ Կարող է այն առհասարակ զսպաշապիկ լինել, թե ոչ, դուք ուրեմն ինչ կարծիք ունեք, սրա անհրաժեշտությունը որ չափով կար, պարոն Բարսեղյան։ Ես չեմ կարծում, թե խորհրդարանում եղող քաղաքական ուժերը, որպես հաստատություններ, ինստիտուտներ կայացած են այնքան, որ էթիկայի հանձնաժողովը իրենց համար ազդեցիկ լինի, առավելևս չեմ կարծում, որ падգամավորների այն մասը, որը պարբերաբար խախտում է, հակված է խախտել, բոլորը չեն էլի, հնարավոր էթիկական նորմերը եւ խորհրդարանական էթիկայի նորմերը նրանք հասունացած են այնքան, որպեսզի չխախտեն այլևս։ Ճիշտ է, ժամանակը իր կորսն անում է, հիմա որ լսում եք, օրինակ
տարբեր падգամավորների ելույթներում տարբեր պատգամավորական հասունության աստիճան եք նկատում, էլի։ Ես օրինակ կարծում եմ, որ այնքան խոհեմություն կունենա Ուժեղ Հայաստան խմբակցությունը, որ որևէ մեկը երբևէ չելնի որևէ մեկ ուրիշ պատգամավորի, նախարարի, այդտեղ գալու են հաշվետվություններ են ներկայացնելու, չասի դուք թուրք տեսել եք, հա, այս տեսակ մանկամիտ բաներ չասեն։ Այն մեկին էլ ասում են, ախր դու էլ ես շփվել, չէ՞, հետները ասում է, ես շփումի նկատի չունեմ, այն որ Ռուբինյանը ազգային ժողովի կայքում դրած իր կենսագրության մեջ այդ տողը չի նշել, որ դե բան չեն նշել, էլի մարդիկ ինչ ուզում այն են նշում, բայց միամիտ չեք այդքան որ կարծեիք, որ Ռուբինյանը կարող էր հույս ունենալ, որ ընդհանրապես 5 ամիս իր Թուրքիայում եղած լինելը, հետազոտություն արած լինելը կամ Դինքի հիմնադրամում թուրքեր են սովորելը իսպառ գաղտնի լիներ կամ դրա մեջ ինչ մի բան կա, որ կամենար գաղտնի պահել, էլի։ Հույս ունեմ, որ այս մանկամիտ քաղաքական տեսանկյունից մանկամիտ հայտարարություններն ու հարցերը չեն լինի, բայց ով իմանա, այսինքն երբ մարդուն դնում են նեղ դրության մեջ, իրենց մեղքով կամ տնողի մեղքով կարող են ամեն ինչ հիշել նորից բերել մեջտեղ, այսինքն որևէ մի դրական զարգացում այս համատեքստում չեմ պատկերացնում, ինչքան էլ Ռուբինյանը ասի բերեք սարոյական կետից սկսենք, այն իմաստով, որ բերեք կոնֆլիկտներ չսարքենք, բերեք փորձենք համագործակցել։ Այստեղ ընդդիմությունների, այս երկու ընդդիմության եւ նախորդ գումարման ընդդիմությունների դերերի դիրքերի տարբերություն կա, եթե նախորդում առաջատարը եւ գլխավորը Հայաստան դաշինքն էր, որը ուներ 23% էր տարել, 22.5 կարծեմ տոկոս եւ այն դեպքում պատիվ ունե մներ, կարծես թե ավելի թույլ, ավելի զուսպ, ավելի համեստ եւ ենթակա կամ միշները էլի հարցեր կային։ Այս մի դեպքում ակնհայտ է եւ Քոչարյանը ծանր վիշտ է տանում սրա հետ կապված, որ իր քվեները մաշվել էին 2-ից ավելի անգամ, հիմա իրենք երկրորդական ընդդիմություն են, քաղաքական իմաստով եւ առաջնային ընդդիմություն դարձել են մեծ փողերի տեր 6 ամսում զանազան ընտրակաշառքներով պատգամավորական 29 տեղ զբաղեցրած քաղաքական ուժը, որը քաղաքական իմաստով զգալիորեն անփորձ է, այն Քոչարյանի դեպքում դեռ դաշնակցություն կար, որի անդամների մի մասը նախկինում էլ էր պատգամավոր եղել, տոկորձադիր պաշտոններ էին զբաղեցրել եւ այլն, այս մի դեպքում բացարձակ կներեք նորելուկ ուրեմն պատգամավորներ են, հավաքական թիմ է, էկլեկտիկա է ինչ-որ մի տիպի, համայնքներից տարբեր տարդերով, տարբեր վշտերով, տարբեր շահագրգռությամբ մարդիկ են հավաքվել եւ շատ դժվար է պատկերացնել, որ այդ երիտասարդական էներգետիկան, որը չի տրվում, չի տրվելու, որտեղ չկա այդ գիտելիքն ու այդ փորձը քաղաքական պայքարի հուն, կարող է հանկարծ հանգեցնել բարիտրացիական կամ գործընկերային հարաբերությունների ոչ, անպայման պարբերաբար պայթելու է, շեշտում եմ, հատկապես Ուժեղ Հայաստանի դեպքում Էլցանց եւ ընտրակեղծիքներ ընտրակաշառք, այս ամեն ինչին էլ գումարած իհարկե պրոկրեմլական, պրոպուտինական դիրքորոշումը, որը փորձում են ինչ-որ կերպ սքողել, շատ չբացահայտել, բայց թե րոպեն մեկ դա երևալու է, էլի, այնպես որ զորոյական կետից սկսելու իբր ոչ մի բան չի եղել, կոչը երևի թե պարտադիր էր անել, համենայն դեպս շանս է, էլի, հա, բայց ոչինչ չտվող բան է ինձ թվում։ Եթե սխալվեմ, ավելի լավ Հայաստանի Հանրապետության համար։ Տեսեք, նույն իշխանությունը հայտարարում էր, որ այս ընտրությունները լեգիտիմության հետ կապված խնդիր ունեն, հենց մատնանշելով այդ ընդդիմադիրների կեղծիքներով ուրեմն քվեները ձեռք բերած, պարոն Բարսեղյան, մենք տեսնում ենք նաև մինչև այսօր շարունակվող նոր բացահայտումներ ընտրակաշառքների հետ կապված, երբ ազգային ժողովի նախագահը արդեն հայտարարում է այդպես լավ հարաբերություններ կառուցել եւ շարունակել, դրանով ըստ էության արձանագրում է, որ ընդունում է ուրեմն այս ընդդիմությանը եւ այլևս այդ լեգիտիմության հարցը օրակարգում չի լինելու։ Այն պահին, երբ սպառվեց սահմանադրական դատարան դիմելու ժամկետը ընտրություններից հետո վիճարկելու համար եւ քաղաքացիական պայմանագիրը չդիմեց, նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը Փաշինյանով սկսած նոր անդամագրված քաղաքացիական պայմանագրի անդամով
ընդունեցին ընտրությունների արդյունքները վերջացավ։ Իրենք պիտի բացատրեն այդ հակասությունը, էլի մի կողմից ասում ես, որ բոլորը ով քվե է տվել, ուրեմն կաշառքով է տվել, այսինքն անօրեն ճանապարհով են ընտրվել այս ընդդիմադիր քաղաքական ուժերը, մյուս կողմից էլ չես վիճարկում։ Այդ բանը չէ, հակասականություն է, այս բանի ընկալման հակասականության հարց կա, կոգնիտիվ դիսոնանսի խնդիր կա այստեղ բավականին լուրջ։ Գիտեք, խոսքը երկու երեխայի փողոցում կռիվանելու մասին չէ, ասենք իրար ծեծում են մի օր, մյուս օրը իրար հետ պաղպաղակ են ուտում, մեկը իր հեծանիվն է տալիս, մյուսը քշի եւ այլն եւ այլն։ Կներեք, ստիպված եմ այս որակի օրինակներ բերել։ Այս մի դեպքում պետության կառավարման գլխավոր հաստատության ձևավորման մասին է։ Իմ խոր համոզմամբ ընտրակեղծիքների, ընտրակաշառքի ծավալը այնքան է եղել, որ առնվազն մի քանի տոկոսի կշիռ է փոխել այս կամ այն քաղաքական ուժի օգտին կամ դեմ, էական չէ, հիմա որի օգտին չխորանան։ Իսկ դա նշանակում է, որ ազգային ժողովի կառուցվածքը բոլորովին արդար չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասում է, որ արդար է ձևավորված։ Փաշինյանը ասում է, որ ընտրակաշառք է բաժանվել 550,000 հոգի, որ քվե է տվել։ Համանման բաներ ասում են ԿՊ-ի ժողովուրդը ու չեն վիճարկում դատարանում։ Ու գնում հետները նստում են խորհրդարանում։ Իրենք պիտի բացատրեն, էլի, ինչ են զգում այս հակասականության մեջ։ Այս երկակիությունը կամ երկվությունը նորմալ է իրենց համար։ Այն մյուս կողմին էլ է սա վերաբերվում։ Նրանք ընդդիմություններ ասում են վարչական ռեսուրսով եք ընտրվել, հա, անօրեն է, լեգիտիմ չէ, դուրս եք թողել են քաղաքական ուժին, 4-րդ քաղաքական ուժին խորհրդարան մտնելուց, սա անօրինական է, անօրեն, ոչ լեգիտիմ է, ասենք թե, հա, խորհրդարան երկուսի պնդումներն էլ սրանք են։ Կոնե ընդդիմությունը դիմել է խորհրդարան, ներողություն, սահմանադրական դատարան պահանջել է, բանը չեղարկել, то չգիտեմ, նոր ընտրություն նշանակել է սանել են անել, քաղաքացիական պայմանագիրը չի դիմել։ Այն պահին, երբ սպառվել է ժամկետը ու չի դիմել, իր համար այս խորհրդարանի կառուցվածքը ընդունելի է։ Քաղաքական իմաստով իհարկե ընդունելի է։ Շատ հեշտ ընդդիմախոսներ են քաղաքացիական պայմանագրի համար հավաքվել խորհրդարանում, որը ինչ ասի, դրա դեմ մի երկու հոգի կելնեն հաստատ ահագին ասելիք կունենան ու տեսնելու ենք մենք այդ process-ները արդյունքում խոշոր հաշվով ամփոփելով այս խնդիրը ասեմ, որ մենք չենք ունենալու ավելի լավ արդյունավետ աշխատելու տեսանկյունից նկատի ունեմ, ավելի արդյունավետ աշխատող խորհրդարան, քան եղել է նախորդը, իսկ նախորդի արդյունավետությունը աշխատանքի ես գնահատում եմ 20-25%-անոց, այսինքն կարող էր 4 անգամ մոտավորապես ավելի արդյունավետ աշխատել, բայց այդպես չեղավ, տեսականորեն կարող էր իրականում, իրական կյանքում դա անհնար էր, ինչպես եւ անհնար է հիմա, որ այս խորհրդարանը արդյունավետ աշխատի։ Ելնելու են նիստերից գնան եւ այլն, կտեսնեք, հա, ինչ է լինելու, շատ մեծ տարբերություն չկա, խոսողներն են փոխվել են արդեն, ելույթների որակներն են ինչ որ փոխվելու, ինչ որ չափով, էս է, քաղաքացիական պայմանագիրը առայժմ այս 2.5 օրերի ընթացքում պատգամավորների նկատի ունեմ, կարծես թե ագրեսիայի չեն դիմում, ջանում են չվիրավորել, հասկացնում են, որ կարող ենք վիրավորել, բայց չենք վիրավորում, դուք մեզ վիրավորել եք, 8 ապրանք անցնի մեր կողմը, Փաշինյանը impeachment-ի կենթարկենք, դրան ի պատասխան այսօրով Վերթունյաններով էր կարծեմ, հա, ասում էր, հա, մենք այդ բառապաշարով չենք պատասխանում ցես, բայց հասկացնում եմ, որ ասեց բրծավելի էլ, մի ասել էլ ոնց է լինում։ Եվ այլն, բայց սա 2.5 օր է առաջիկա 5 տարիներից ընդհանրապես։ Եկուց մյուս օր չես իմանա, 1000 ու մի արտաքին գործոն կա, trigger կա, ինչպես ասում է մեծ բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, կարող են լինել, հա, Մոսկվայից զանազան խթանիչներ կարող են լինել, սահմանազատում, սահմանանշում, անկլավներ, то ես իմ խաղաղության պայմանագիր, սահմանադրության փոփոխության նախաձեռնություն, մենք դեռ ականատես լինելու ենք հիստերիկ տեսարանների դժբախտաբար ի վնաս արդյունավետ կառավարման։ Պարոն Բարսեղյան, չանդրադարձակ այն ձևակերպման հետ, որ 9-րդ գումարման ազգային ժողովի գլխավոր հարցը Ռուսաստանից քաղաքական անկախությունն է լինելու կամ անկախության հարցն է լինելու, իշխանության ներկայացուցիչն է ըստ էության ուրեմն այս մասին
բարձրաձայնում դուք, ինչպես եք գնահատում եւ որքանով իսկապես կա այդ քաղաքական անկախությունը, գիտեք, օրեցօր սրվող այսպես հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին։ Ինչու 8-րդ նստաշրջանում չեղավ այդ պայքարը, ասենք էլի, վաղուց պիտի սկսեր իշխանությունը իրական անկախության ցկտել։ Ես նկատում եմ, որ ժամանակի ընթացքում ճիշտ է շատ դանդաղ, ոչ այնպես ճճացող կերպով իշխանությունը գործողություններ է իրականացնում արտաքին հարաբերությունների բազմազանացման ուղղությամբ, իսկ այդ արտաքին հարաբերությունները եւ տնտեսական կապերն են, եւ ռազմական համագործակցությունն է, եւ զենքի գնումն է, սպառազինության գնումն է, ցույց տալով, որ վերջիվերջո բարեբախտաբար սա լավ կողմն է, էլի, այս իշխանության համոզվել է շատ դանդաղ, շատ խայտառակ կերպով, շատ մեծ ուշացումներով, մեծ վնասներից, բաներից հետո 2022 թվականին կարծեմ այդ փոփոխությունը, ինչքան էլ Փաշինյանն ասի վեկտորի փոփոխություն չի եղել եւ այլն, այդ փոփոխությունը բազմազանության կամ բազմազանացման ուղղությամբ սկսվել է 22 թվականից, այս process-ները ակնհայտ են եւ չտեսնել անհնար է ռազմավարական տարբեր համագործակցային փաստաթղթերի ստորագրում, թրիպի ուրեմն նախաձեռնությունը կամ նախաստորագրումը, ասենք, եւ էլի ահագին բան, ու վերջիվերջո եկանք հասանք իսկության պահին, որտեղ շատ ավելի շուտ նյարդերը տեղի տվեց Կրեմլի, քան թե Հայաստանի Հանրապետության։ Կրեմլն էր, որ չդիմացավ եւ սկսեց ուղիղ բացահայտ ճնշում բանեցնել Հայաստանում ընտրողների վրա, ընտրությունների արդյունքները հօգուտ իրեն ձևակերպելու համար։ Կրեմլն է, որ սկսեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այն նախկինում արազներն էլ կարող ենք թվարկել, զենք վաճառել, չվաճառել եւ այլն, թողնենք դա, բայց այս վերջին տարիների ընթացքում Կրեմլն է, որ իսկապես չդիմացավ։ Նյարդերը տեղի տվեցին եւ բացեց իր խաղաքարտերը, այսպես ասած, եւ այս վերջին զանգը Փաշինյանի Պուտինին, թեպետ ոմանք գնահատում են որպես խեղճության նշան, թե բանը լավ էլի թույլ տվեք մեր ապրանքը էլի Ռուսաստանում ծախվի, ես այդպես չեմ գնահատում, ես համարում եմ, որ դա Կրեմլին արժանապատվությամբ վերանայելու իր դիրքորոշումը կամ նահանջելու իր բռնած շանտաժիստի դիրքից նահանջելու վերջին շանսն էր, այն իմաստով, որ դա նաև մի հանգրվան է, որից այն կողմ Հայաստանը անհամեմատ ավելի ազատորեն կարողանա բազմազանացնել իր արտաքին հարաբերությունները, տնտեսությունը, էներգետիկան, հանգիստ խղճով ասելով, որ երբևէ, ասելով, որ զանգեցինք, խնդրեցինք էլ, դու քո կոշտ դիրքից, շանտաժիստի կամ պատժամիջոցներ կիրառողի դիրքից չհրաժարվեցիր, Կրեմլ, եւ ինչ կհրամայես մեզ անել, թափել այդ բերք ու բարիկը, թե ուրիշ տեղեր ծախել, մնալ սպասել, թե դու ծմերը գազը ոնց ես անջատելու կամ թանկացնելու ես, թե ուրիշ տեղից էներգետիկներ ճարել եւ այլն։ Այսինքն սա ակնհայտ է ինձ համար, գուցե շատերն են դա նկատում, բայց իշխանությունը շատ չի թմբկահարում այս բազմազանացումը։ Ես տպավորություն ունեմ, որ ավելի լուր է պահում իրեն, չկամենալով ոնց որ թե կատաղեցնել Կրեմլին, որը էլ կատաղելու տեղ չունի, կատաղած բրծած է, էլի, ձեռը հնար լիներ, պատար կաներ Հայաստանի Հանրապետությունը, ես այդպիսի տպավորություն ունեմ։ Այս մի ուրեմն գործողությունը կառավարության ըստ երևույթին էլի, ազգային ժողովին էլ կարելի է գումարել ստեղ, այո, դրականորեն է խոսում գործող իշխանության մասին, են բազմաթիվ խայտառակությունների եւ ծախողումների կողքին վերջիվերջո շատ մեծ ուշացումով այս իշխանությունը որոշեց, որ Հայաստանի իրական ինքնիշխանությունը կառուցելու ժամանակն է, այդ քայլերն էլ են ինձ թվում անբավարար առայժմ, բայց թե ինչ որ բան են առաջվա տարիների հետ համեմատած տպավորություն ունեմ, որ տեղի ունենում է, կարծում եմ, որ Փաշինյանն էլ մյուսներն էլ համոզմունք ունեն, գուցե մի քանի տարի առաջ ձևավորված համոզմունք ունեն, որ ինչքան Կրեմլից հեռու, այնքան լավ, ընդհանրապես կապերը կտրելու մասին ոչ իշխանությունն է խոսել, ոչ էլի մտքով է անցնում նման բան, ոչ, տնտեսական փոխշահավետ համագործակցություն, փոխշահավետ կարևոր է ունենալ եւ պահպանել, ոչ մի խզելու մասին չէ խոսքս, էլի, ահա այսպես, եթե կարողացա
ընդհանուր առմամբ անդրադառնալ ձեր հարցին։ Տեսեք, պարոն Բարսեղյան, այդ անկախությունը ձեռք բերելը մի հարց է, հայ-ռուսական հարաբերություններ կառուցել է այս փուլում մեկ այլ հարց է։ Դուք տեսնում եք, որ ընտրություններից հետո ոչ միայն այդ շնորհավորանքը չեղավ, այլ նաև ճնշումները շարունակվեցին, մինչ այսօր էլ շարունակվում են։ Հիմա վարչապետը 2 օրից մեկնելու է ամսի 6-ին եւ փաստորեն այդ կարևոր հարցերը ԵԱՏՄ-ի շրջանակում է բարձրաձայնելու։ Եթե այս հարաբերությունները գնալով ել ավելի ուրեմն բարդանան, ինչ է սպասվում։ Հայաստանը ինչ է անելու, ի վերջո ինչ որ կետից եւ հապկից եւ ԵԱՏՄ-ից է դուրս գալու։ Գիտեք նաեւ, որ հապկի մասով էլ ուրեմն Հայաստանի ուրեմն ձայնի իրավունքն են քննարկելու եւ այլն անընդհատ նոր խնդիրներ առաջանում են, Հայաստանը դրանց ինչպիսի լուծումներ կարող է գտնել եւ նույնիսկ եթե վարչապետը, ինչպես ինքն է ասում, ամբողջությամբ այս խնդիրները բարձրաձայնելու է, արդյոք կգտնվեն լուծումներ, ռուսական կողմը արդյոք տրամադրված է այդ հարաբերությունների լավարկմանը։ Շատ արժեքավոր եւ այդով հետաքրքիր զրույց եք բացում։ Ինձ թվում է, որ նախ եւ առաջ Կրեմլը կամ Ռուսաստանը կամ Պուտինը գերակնահատել է իր ուժերը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ես գիտեմ, ոմանք քմծիծաղ են այս մտքի վրա, թե ինչի հետ եք համեմատում, ոչ քաղաքական դաշտում եմ համեմատում, ես երկրների մակերեսները կամ բնակչությունը չեմ համեմատում, ոչ էլ զինված ուժերը։ Քաղաքական իր ազդեցությունը գերակնահատել է ճիշտ այնպես, ինչպես թերակնահատել էր բանում Ուկրաինայի դիմադրողականությունը կամ դիմացկունությունը կամ գերակնահատել էր իր ազդեցությունը Ուկրաինայի ժողովրդի կամ Ուկրաինայի նկատմամբ ու վերջում հայտնվեց այս տեսակ խայտառակ պատերազմի մեջ, որտեղ օրեցօր ավելի մեծ կորուստներ է կրում եւ համարում է երևի թե Կրեմլը կամ Պուտինը համարում է թե այս ճնշումները եւ հնարավոր հետագա ճնշումները կազն է եւ այլն կարող է ազդել Հայաստանի հանրության վրա այնպես, որ Հայաստանի հանրությունը ազդի իշխանության վրա կամ փոխի իշխանությանը։ Այսպիսի հույս ունեին նախընտրական շրջանում եւ բուն տնտեսական պատժամիջոցները կամ շանտաժը ձեռնարկվեց հենց քարոզարշավի ամենաեռուն եռանդուն ընթացքում ակնկալելով, որ այդպիսի փոփոխություն կլինի։ Սա նաեւ նշանակում է, որ եթե ես ճիշտ եմ, որ գերակնահատել է իր ազդեցությունը ու հավատում է, որ ինքը այդպես ազդեցիկ է այստեղ, կարծում եմ, որ Պուտինը չի նահանջելու ոչ մի քայլ եւ պատժամիջոցները չի հանելու, չի մեղմացնելու, բարի տրացիության չի գնալու կամ դա կարող է լինել Փաշինյանի ոչ մեկ, այլ մի տասնյակ զանգերի չոքեչոք մոտը գնալու են ֆիլմից եմ քաղված կանում, էլի, հա, աղաչանք, պաղատանք եւ այլն, էլի, հա, դրանից հետո որ ցույց տա, բայց դա չի լինելու այլևս Փաշինյանի վերջին զանգը սա էր, ես այդպիսի տպավորություն ունեմ, էլի։ Եվ այդ հանդիպումը, որը լինելու է ամսի 6-ին 7-ին ԵԱՏՄ-ի կառավարիչների, այսպես ասենք, ղեկավարների, այդ հանդիպման ժամանակ ես չեմ կարծում, թե ինչ-որ նոր բաներ է ասելու Փաշինյանը, ուղղակի հույս ունեմ, որ ձևակերպումները կլինեն անհամեմատ հստակ եւ շատ եմ ուզում, որ այդ խոսքու ելույթը լինի հայերեն, թող միամիտ չթվա այս բանը, խոսքս պաթետիկայի մասին չէ, խոսքս հենց այն հայտարարության շարունակության մասին է, թե 9-րդ գումարումը լինելու է Հայաստանի ինքնիշխանության հաստատման կամ ապակաութացման ավելի բարդացրեցի այդ տեքստերը, քան ասվել են, ամենայն դեպս, հա, հայերեն ենք խոսում։ Ղրղզները ռուսերեն խոսեն, իրենց գործն է։ Տոկաևը կուզենա ղազախերեն խոսել կամ վերադառնալ ռուսերենին կամ անգլերեն, իր գործն է։ Հայաստանի իշխանությունները այս տեսակ բաներից հետո շատ քաղաքավարի, պետք է ասվի, գիտեք, մենք վերլուծել ենք մեր նախկին ելույթները, նկատել ենք, որ ռուսերենին վատ տիրապետելու պատճառով, քանի որ մեր մայրենի լեզուն չէ, հա, մենք անցնում ենք հայերենի, գնացեք տառապեք քյասա։
Եվ վստահ եմ, որ բանը այս դեպքում Հայաստանը ավելի շահեկան դիրք է ստանալու, սա կլինի շատ ուժեղ քաղաքական քայլ, բայց չգիտեմ, Փաշինյանը երևի չի անելու նման բան, տեսնենք ինչպես կստացվի։ Եվ իսկապես գլխավոր հարցը, որ ռուսները իրենց ասացվածքով ասում են կողով դնել, հա, ես դիտմամբ եմ թարգմանում, դա հայերենում այդպիսի ասացվածք չկա, իհարկե, դարձվածք էլ չկա եւ այլն։ Պիտի վերջի ասվի, որ եթե ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր երկիր քաղաքական նկատառումներով տնտեսական պատժամիջոց է կիրառում, նշանակում է իսկապես ԵԱՏՄ-ն ինքնալուծարվում է։ Եթե տնտեսական պատճառներով է կիրառ, իսկապես ենթադրենք ինչ-որ մթերք իսկապես թունավոր է, այդ հասկացանք, ով է հիմար թույլ տա իր ժողովրդին թունավոր ապրանք կերակրել։ Կամ բացատրեք, խնդրեմ, Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ-ի մյուս երկրներին Հայաստանից ապրանք մատակարարելու համար տարանցիկ ճանապարհ ինչու պիտի չտրամադրի, երբ որ 1000 ու մի փակի ու կապարակնիքի տակ այդ բեռը գնում է, ասենք Հայաստանից ենթադրենք, Բելարուս կամ Ղազախստան, ասենք թե։ Ինչու պիտի արգելակի, դա ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառով է արվում, քաղաքական պատճառով է դա արվել։ Եվ ակնհայտ է, որ ռուսական կողմը տարբեր պաշտոնյաների բերանով արդեն հաստատել է, որ պատճառները քաղաքական են։ Ինչը նշանակում գնացեք հանրաքվե արեք, այս կողմեք թե այն կողմ, առանց հանրաքվե, ոնց կարելի է, բա այ անուշախպեր մեղմ ասած կներեք երեխեքը քնած չեն, բա այդ 13 թվականին, որ Սերժիկ Սարգսյանին տարակ քաշ տվեցիք, ընդեղ ստիպեցիք ստորագրել Մաքսային միության անդամակցության, ապագայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելու կամ անդամ լինելու փաստաթղթերը հրաժարեցրեցիք Եվրամիության ասոցիատիվ անդամակցության բանից, բանակցային process-ից 3.5 տարի բանակցել էր։ Ինչու հանրաքվե չպահանջեցիք, երբ Սերժիկ Սարգսյանը Մոսկվայում ասաց, թե Հայաստանը որոշել է անդամակցել, Հայաստանը բանել չէր որոշել։ Սերժիկ Սարգսյանին դորա ասել էիք խելոք ստորագրում է այստեղ, ինքն էլ խելոք ստորագրել էր ու եկան այստեղ խապեցին, թե Հայաստանի անվտանգության խաթեր է Հայաստանը հրաժարվել Եվրասոցիացիումից եւ անդամակցում է Մաքսային միությանը։ Այն դեպքում ինչու ուրեմն չէիք պահանջում հանրաքվե, այս դեպքում որոշել եք հանրաքվեով ով եք դուք ընդհանրապես հատուկ ռազմական գործողություն իրականացնելիս հանրաքվե իրականացրել եք, թե չէ։ Կամ քանի անգամ է եղել, որ Հայաստանը ձեզնից պահանջի հանրաքվե անցկացնել այս կամ այն հարցի շուրջ։ Հա, չի եղել։ Այսինքն այս ամբողջը պիտի ասել դիվանագիտական լեզվով ենթադրաբար, չգիտեմ Փաշինյանը այդքան կխորանա թե ոչ, եւ վերջինս հրա հետ կապված կուզեի ասել, ես լուրջ կասկածներ նույնիսկ համոզմունք ունեմ, որ բացի Բելարուսից, այն մյուս երկրները, Ղազախստան, Ղրղստան, դո նույնիսկ Բելարուսը, հա, անհամբեր սպասում են, թե ով առաջինը այդ դոմինոյի քարը շուռ կտա։ Դոմինոյի քարերը շարած են, տեսել եք, հա, մեկին կտցնելու շարքով սկսում է փլվել այդ ամբողջը, հա, եւ իրենք չեն ուզում լինել այդ առաջինը, Փաշինյանն էլ ոնց որ թե այնքան խոհեմություն ունի, որ չասի մենք դուրս ենք գալիս այստեղից, ինչպես հապկի դեպքում չի ասում, դուրս ենք գալիս, շատերը քննադատում են, հարկավոր է կռիվանել, ես համարում եմ, որ դա լավ մարտավարություն է, ընդհանրապես խորը թաղելու համար, այսինքն կառույցը դարձնել մեռելային։ Մեռելը իրականում չի գործում, այն պահից հապկը չի գործում, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքներ խուժել է հապկից դուրս եղող պետության զինված ուժեր ու հապկը ծպտուն չի հանել, այդ պահից հապկը չի գործում։ Եվ ԵԱՏՄ-ն այն պահից չի գործում, երբ Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով որոշել է շանտաժել Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամ պետությանը, այ քեզ բան։ Հիմա երևի թե բոլորը սպասում են ինչ-որ իսկության պահի, երբ ինչ-որ մեկը, ես չեմ կարծում, թե 3-4 պետություն իրար հետ գաղտնի կպայմանավորվեն, ելնենք ասեն, մենք թարգ տալիս ենք, դուրս ենք գալիս տեղից, այն կողմը կասեն մեզ համար Չինաստանի հետ համագործակցելը ազատ առևտրով ավելի լավ է, Հայաստանը կասի մեզ համար Եվրամիության հետ ազատ ընդլայնված համապարփակ, չգիտեմ, GSP+ եւ այլն, այդ մեխանիզմներով առևտրատնտեսական հարաբերություններ ունենալը լավ է եւ իսկապես լավ է, Վրաստանի կները նայեք, համեմատեք մեզ հետ առնվազն։ Չի լինի այդպիսի համախմբում, բայց անհամբեր կարծես թե բոլորը սպասում են, թե երբ է հայտարարվելու այն մասին, որ այս կառույցը մահացել է։
Փաշինյանը ակնարկել է այդ մասին, տեսնենք ինչպիսի ելույթ կունենա ամսի 6-ին, 7-ին, հա, եւ ֆիզիկական անվտանգության հետ կապված Փաշինյանի Կախնդիր, որ Կրեմլը կատաղած է սաստիկ, այո, Կրեմլը կեշ է կատաղած ընտրությունների արդյունքները ոչ մի կերպ չի կարողանում մարսել, հա, ավելին, եթե հանկարծ վերաքվեարկություն նշանակվեր պրոկրեմլական ուժերի ներկայացուցիչները ավելի քիչ կլինեին խորհրդարանում, այս էլ մեծ լավություն է Վալոդիկին ԿՊ-ի կողմից, այդպես էլ կարելի է դա մեկնաբանել, թե տեսեք մենք չընկանք հետևներից, բայց այս քրեական գործերով դիտատվեն, հա, եւ Նավալնուն գերեզման տնող եւ Նեմցովին, մյուսներին, Պոլիտկովսկայա եւ այլն, բոլորովին չի բացառվում, որ այդպես ինքնավստահ Պուտինը կարող է եւ նախաձեռնի, ասում ենք, մեղք չունենք, մարդը չեմ ուզում նկարագրել սցենարներ, միլիոն սցենար կա էլի, հա, սայթաքեց ընկավ էլի, հա, ելավ փողոցում ինչ է անում, հեծանիվ էր քշում, այնտեղ էլ լիքը մարդ կա ճղայնացած էր Փաշինյանի վրա, մենք ինչ մեղք ունենք, հայեր, ասենք թե հիշում եք Բուշի ուղղությամբ նռնակ նետողը Թիֆլիսում հայեր, երբ Բուշը եկել էր Ազատության հրապարակում, հանդիպում էր մարդկանց հետ Սաակաշվիլու ժամանակ, հայեր, մարդը հայեր, ռուս չէր, ինչ եք ասում այն մարդի, պետք է ծայրահեղ զգուշ լինել, չեմ ուզում ահաբեկել որևէ մեկին, հույս ունեմ, որն է, ուզում եմ, որ Հայաստանի ինչ է անունը, վարչապետի անվտանգություն ապահովող ուժերը լինեն իրենց բարձրության վրա, որտեղ նաև մոտավորապես տեսնում եմ, տեսել ենք, թե ինչպես է աշխատում Ռուսաստանի նախագահի անվտանգության ծառայությունը, օրինակ Հայաստան գալիս, Գյումրի գալիս բան, Հայաստանի անվտանգության ծառայությունները, ազգային անվտանգության ծառայություն, երկրորդ չէ, երրորդ, հինգերորդ պլան էին մղված եւ բարբերաբար այդպես է լինում եւ ռուսական նախագահի անվտանգության ծառայությունը կարող է ասել տղաներ դուք դրսում սպասեք, դուք ընդհանրապես քելեք դրսում սպասեք եւ այլն, հա, սրանք հարցեր են, որոնք ազգային անվտանգության ծառայությունը պիտի մտածի ու ամեն անգամ հենց այդ հիմնարկի անունը տալիս եմ, հիշում եմ, որ լյուստրացիա չի եղել Հայաստանում, դրանից բխած բոլոր ախմախ անհեթեթ բաներով, սցենարներով, էլի, ինչ ասեք կարող է լինել։ Վալոդիկից ամեն ինչ սպասելի է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Զրուցում էի Գյումրիի ժուրնալիստների ասպարեզակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Կհանդիպենք։